Հայկական գինիները ներկայացվել են տարբեր երկրների 5300 արտադրողի մասնակցությամբ շուրջ 60,000 այցելու ունեցող Wine Paris գինու միջազգային այս ցուցահանդեսին։ Այն համախմբում է արտադրողներին, ներմուծողներին, դիստրիբյուտորներին եւ ոլորտի այլ մասնագետներին ներկայացնելու իրենց արտադրանքն ու հաստատելու գործարար կապեր։ Առաջ անգամ էինք մասնակցում, ներկայացրեցին 21 գինեգործական ընկերությունների գինիները եւ այս անգամ նաեւ հյուրընկալեցինք շատ ռեստորանային կրիտիկների, մասնագետների, ովքեր որ եկել էին հատուկ տաղավար փորձելու եւ հասկանալու թե արդյոք հայկական գինին կարող են ներառել իրենց ռեստորանների մենյուների մեջ։ Վերջին տարիներին ոլորտում կատարվող աշխատանքը բերել է հայկական գինիների որակի բարձրացման ու միջազգային շուկայում ներկայացվածությանը։ Եթե նախկինում զարմանքով էին մոտենում հայկական տաղավարին ու հետաքրքրվում մեր գինիներով, ապա հիմա Հայաստանը ճանաչում են որպես գինու հնագույն երկիր, ցուցահանդեսներին համտեսում ու ընկերությունների հետ ներմուծման հարցեր քննարկում։ Այս միջոցառումների արդյունքում մեր հայկական գինիները գնահատվում են շատ բարձր եւ դա փաստում է նրա մասին, որ մենք իսկապես կարող ենք ներկայացված լինել եվրոպական շուկայում։ Եվրոպական շուկան բավականին բարդ շուկա է մեզ համար, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր, որովհետեւ ավելի շատ գինու սպառողներ կան այդ շուկաներում, բայց մրցակցությունը բավականին մեծ է, քանի որ գիտենք շատ եվրոպական երկրներ ճանաչված են իրենց գինիներով եւ մրցել նման երկրներում այդ գինիների հետ բավականին դժվար է։ Իհարկե, մրցակցային պայմաններում եվրոպացի սպառողին գրավում է հայկական տերուարային ու սորտային առանձնահատկություններով խաղողի գինիները։ Եվ հենց դրա արդյունքում էլ եվրոպական շուկայում ավելացել է գինու արտահանումը։ Արտադրության 60%-ը տեղական, 40-ը դրսի շուկայում սպառող ընկերության ներկայացուցչի խոսքով վերջին 8 տարում տասնյակ ցուցահանդես տոնավաճառների է մասնակցել խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ։ Ցուցահանդեսը մեզ տալիս է տեսանելիություն առաջի հերթին, անկախ նրանից թե քանի կոնտրակտ կկնքվի, որը շատ հնարավոր է կնքել, եթե արտադրողը իր տնային աշխատանքը անում է նախքան հասնել այնտեղ։ Մենք ծանոթություններ ենք ձեռք բերել թե Ֆրանսիայի գտնվող մասնագետների, բիզնեսների, թե Սինգապուրի, թե Գերմանիայի, թե Անգլիայի, թե ԱՄՆ-ի, թե Կանադայի երկար ցուցակ է։ Ցուցահանդեսը կարևոր էր ոչ միայն նոր շուկաներ բացահայտելու, այլև նորարարությունները ներկայացնելու առումով։ Բացի այդ, Wine Paris-ի ընթացքում արտադրողները մասնակցել են սեմինարների, համտեսների եւ թեմատիկ միջոցառումների։ Մեր գինեգործական ընկերությունները միշտ սիրով են մասնակցում այդ ցուցահանդեսներին եւ ներկայացնելով գինիները, մենք շատ բան ենք ձեռք բերում, սովորում եւ ավելի պրոֆեսիոնալ ձևով հաջորդ անգամ ներկայանում միջազգային նմանատիպ հարթակները։ Հիմնադրամը շարունակելով հայկական գինու միջազգայնացումը հաջորդ թիվային կներկայացնի Ճապոնիայում ու Գերմանիայում։ Ծաղկանուշ Միրզոյան, Սերյան Անտոնյան, լուրեր։